Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1433-րդ օրն է, երկուշաբթի օրվա համար բավականին հետաքրքիր նորություններ ունենք, բացի ռազմաճակատից եկող կարևոր լուրերից կան մի շարք ինտրիգային զարգացումներ քաղաքական դիվանագիտական դաշտում, Թրամփը թակարդ է պատրաստել Պուտինի համար, իսկ Չինաստանում բարձրագույն գեներալիտետի շրջանում ձերբակալությունների աննախադեպ ալիք է պետական հեղաշրջման կասկածով։ Եվրոպական միությունը Ռուսաստանի դեմ ուղղված նոր պատժամիջոցներով հարվածել է Թուրքիային, իսկ Թուրքիայի հարևան Իրանում գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին թաքնվում է ստորգետնյա ապաստարանում, վախենալով ԱՄՆ-ի հնարավոր հարվածից։ Համաձայն եք, որ ամեն օր չի լինում նման նորություններ, եւ եթե Չինաստանն ու Իրանը փորձում են փրկվել, ապա Պուտինյան Ռուսաստանը խրվելով Ուկրաինայի դեմ պատերազմում կարծես վերջնականապես զրկվել է փրկության ինքնուրույն սցենարներից։ Ի տարբերություն Խամենեիի, Պուտինը բունկերում թաքնվելով իրեն չի ապահովագրի։ Այսօր ինձ զվարճեցրեց այն նորությունը, թե իբր Ռուսաստանում ստեղծել են նոր FPV դրոն, մի երկիր, որն ուներ այնքան ինքնաթիռներ, որ ողջ աշխարհն էր նախանձում, հիմա փորձում է բարձրանալ մարտավարական դրոնով, որը հավանաբար նույնպես իրենց մշակումը չէ, կխոցենք, կպարզենք։ Իսկ այդ ընթացքում իրավիճակը մարտի դաշտում փոխվում է, Պուտինի մոտ չի ստացվում առաջ շարժվել հաղթանակի պատրանքը իր լսարանի մոտ երկարաձգելու համար, Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, նույնիսկ ատոմակայանների ենթակառուցվածքներին հասցվող հարվածները էական արդյունք չեն տալիս, բացի բազմոցային անկիրթ մասաների համար նախատեսված հեռուստապատկերից, իսկ Ուկրաինայի ճշգրիտ եւ նպատակաուղղված պատասխանները, որոնք ընթանում են Ռուսաստանի նավթագազային հատվածի պլանավորված ոչնչացման եւ արևմուտքի պատժամիջոցների հետ մեկտեղ, Պուտինին զրկում են պատերազմը շարունակելու միջոցներից։ Իդեպ անցած գիշեր այս առումով բացառություն չէր, Սլավյանսկ նա Կուբանի քաղաքում բարի դրոնների հարվածի տակ են հայտնվել եւ խոցվել նավթավերամշակման գործարանը եւ եւս մեկ կարևոր ձեռնարկություն։ Իսկ Թրամփի բանակցություններում Պուտինը չլինելով ինքնաբավ առաջնորդ հույսը դրել է սովետական ոճի ռազմական գործիչներից վրա, մասնավորապես Կրեմլի ամենափակ եւ փորձառու բանակցողներից մեկի գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինի վրա, ով Աբու Դաբիում անսպասելիորեն մասնակցել է ուկրաինական կողմի եւ Ամերիկայի հետ բանակցություններին Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Իգոր Կոստյուկովի հետ միասին։ Այսպիսով Ռուսաստանը Աբու Դաբի է ուղարկել ոչ թե դիվանագետի, այլ Կրեմլի հատուկ գործողությունների պրոֆեսիոնալ հարցեր լուծողի մի մարդու, ով տարիներ շարունակ աշխատել է Պուտինի արտաքին քաղաքականության ամենակեղտոտ հատվածներում, ու մինչ Պուտինը փորձում է զինվորականներով փոխարինել դիվանագետներին, Եվրոպական միությունը իր ոճի մեջ Մոսկվային շարունակում է զրկել մանևրելու տարբերակներից, Եվրամիությունը եւ Հնդկաստանը համաձայնեցրել են նոր առևտրային համաձայնագրի պայմանները, նաեւ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է Եվրոպական միության եւ Հնդկաստանի միջև համագործակցության ուժեղացման մասին։ Եվրամիությունը եւ Հնդկաստանը պատրաստվում են նաեւ պաշտպանական համաձայնագրի ստորագրմանը։ Զգում եք, չէ՞, ինչ թափ է հավաքել Եվրամիությունը։ Թրամփի համեմատ արդյունավետությունը ավել է, ոչ թե պակաս։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Շարունակենք եթերը Պուտինի նոր մարդու Ալեքսանդր Զորինի մասին մանրամասներով, ում ռուսական համակարգում անվանում են հատուկ առաջադրանքների մարդ, իսկ արևմուտքում գորշ սխեմաների եւ առանց կանոնների բանակցությունների ճարտարապետ։ Հենց նա է տարբեր տարիների զբաղվել սիրիական ուղղությամբ, մասնակցել Ազովստալի վերաբերյալ բանակցություններին եւ համակարգել սիրիացի վարձկանների հավաքագրումը Վագների հետ կապված կառույցների համար։ Բանակցությունների սեղանի շուրջ Զորինի հայտնվելու փաստը ինքնին խոսում է գլխավորի մասին։ Մոսկվան այլևս իրեն վստահ չի զգում։ Կրեմլում գիտակցել են, որ ճնշման, ձգձգման եւ երկխոսության իմիտացիայի նախկին մարտավարությունը այլևս չի աշխատում։ Աղբյուրների տվյալներով հենց Զորինն է համարվում կոշտ բանակցությունների մասնագետ, երբ պետք է ոչ թե պայմանավորվել, այլ ստիպել մյուս կողմին հանձնվել։ Դե առաջին հանդիպումից հետո տեսանք, որ այնքան էլ չաշխատեց Զորինի տարբերակը։
Նրա ներգրավումը նշանակում է, որ Ռուսաստանը բանակցությունները դիտարկում է որպես օրհասական եւ իր համար պոտենցիալ վտանգավոր։ Հատկապես հատկանշական է, որ պատվիրակությունները նստած էին խառը, այլ ոչ թե առանձին բլոկներով։ Սա ընդգծում էր ձևաչափի նյարդայնությունը եւ Մոսկվայի կողմից սովորական վերահսկողության բացակայությունը։ Կրեմլում հասկանում են, Ամերիկայի դիրքորոշումը փոխվել է։ Թրամփը ցուցադրում է ճնշում գործադրելու պատրաստակամություն տնտեսապես, քաղաքականապես եւ ուժով։ Ռուսաստանը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվեց ոչ թե խաղացողի, այլ արձագանքելուն հարկադրված կողմի դերում։ Հենց այդ պատճառով բանակցությունների ուղարկեցին ոչ թե ԱԳՆ դիվանագետների, այլ մարդկանց հետախուզությունից։ Սա ազդեցությունը պահպանելու փորձ է այնտեղ, որտեղ դիվանագիտությունը այլևս չի աշխատում։ Լրացուցիչ ազդակ է հենց Զորինի կերպարը։ Նրա կենսագրությունն ուղղակիորեն կապված է գորշ գործողությունների, ճնշումների, մանիպուլյացիաների եւ ռազմական բանակցությունների հետ։ Փորձագետները նշում են, նման մարդիկ հայտնվում են ոչ թե այն ժամանակ, երբ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, այլ երբ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Դե մեր լսարանի համար սա նորություն չէ, այս ամենի մասին մենք ամեն օր ենք խոսում։ Պուտինը փորձում է մանևրել, թեև նրան դուր չի գալիս այն նոր դերը, որը Թրամփը պատրաստել է նրա համար։ Դոնալդ Թրամփի նախաձեռնած այսպես կոչված խաղաղության խորհրդի ստեղծումը Կրեմլի համար դարձել է քաղաքական թակարդ։ Չնայած արտաքուստ քաղաքավարի հրավերին, Մոսկվան հայտնվել է ծայրահեղ անբարենպաստ դիրքում, գրում է բրիտանական Times-ը։ Ձևականորեն Ռուսաստանը հրավիրված է նոր ձևաչափին, սակայն Մոսկվայում դա ընկալվում է որպես սպառնալիք այն կարգավիճակին, որին Կրեմլը սովոր է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հարթակի միջոցով։ Անվտանգության խորհրդում Ռուսաստանը պահպանում է վետոյի իրավունքը եւ դրանով իսկ ազդեցության արգելափակող գործիքը։ Խաղաղության խորհրդում նման մեխանիզմ չկա եւ այնտեղ մասնակցությունը նշանակում է անցում սովորական մասնակիցների կատեգորիայի, առանց հատուկ իրավունքների եւ առանց օրակարգ թելադրելու հնարավորության։ Թրամփի խոսքով իր խաղաղության խորհուրդը հետագայում պետք է փոխարինի ՄԱԿ-ի մեխանիզմներին, սա Կրեմլի համար ստեղծում է անհարմար երկընտրանք։ Մասնակցությունից հրաժարվելը կդիտվի որպես գիտակցված մեկուսացում եւ կհաստատի ագրեսոր պետության կերպարը, որը պատրաստ չէ միջազգային մեխանիզմների։ Մասնակցության համաձայնությունը ընդհակառակը ընդգծում է, որ Ռուսաստանը ներառվում է մի ձևաչափի մեջ, որը վերահսկվում է Վաշինգտոնի կողմից եւ Մոսկվային չի տալիս քաղաքական կշռի սովորական մակարդակը։ Թրամփը ավելի ու ավելի կոշտ է խաղում, այս ֆոնին ռուսական գնահատականները ավելի նյարդային են դառնում։ Էլիտայի մեջ աճում է այն գիտակցումը, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունը Թրամփի օրոք պակաս կանխատեսելի է եւ ավելի կոշտ, իսկ խաղաղության խորհուրդը դիտարկվում է ոչ թե որպես իրավահավասար հարթակ, այլ որպես ամերիկյան ազդեցության գործիք։ Կրեմլի համար լրացուցիչ խնդիր է այն, որ նոր ձևաչափը հրապարակայնորեն լղոզում է առաջատար տերությունների հետ։ Հավասարության մասին ռուսական թեզը խաղաղության խորհրդում Ռուսաստանը չի ստանում առանձին կարգավիճակ եւ փաստացի հայտնվում է բազմաթիվ երկրների հետ նույն շարքում, ինչը Մոսկվայում մեկնաբանում են որպես դերի նվազեցում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մոդելի համեմատ։ Մոսկվան կորցնում է կարգավիճակը։ Կրեմլի համար հատկապես ցավոտ է այն, որ մասնակցությունը խաղաղության խորհրդին կործանում է ռուսական քարոզչության գլխավոր առասպելը՝ Ամերիկայի հետ հավասարության առասպելը։ Նոր ձևաչափում Ռուսաստանը ոչ թե արբիտր է կամ ուժի բևեռ, այլ բազմաթիվ խաղացողներից մեկը, որը կախված է Վաշինգտոնի որոշումներից։ Նույնիսկ ռուսական դիվանագիտության ներսում ընդունում են, սա նման է կարգավիճակի իջեցման, պատահական չէ, որ Մոսկվայում ավելի ու ավելի հաճախ են հնչում խոսքեր հարկադրված մասնակցության եւ զիջումների անհրաժեշտության մասին։ Ասեք, որ հաճելի է տեսնել, թե ինչպես է նսեմացվում Պուտինյան Ռուսաստանը։ Եվրոպական միությունը եւս մեկ քայլ կատարեց Ռուսաստանից նավթի եւ գազի ամբողջական հրաժարման ուղղությամբ, որը մինչ Ուկրաինա ներխուժումը Եվրոպայի էներգակիրների հիմնական մատակարարն էր։ BBC-ն գրում է, որ այս շաբաթվանից Եվրոմիության 27 երկրներ այլևս չեն գնում ոչ միայն ռուսական նավթը, այլև դրանից Հնդկաստանում, Թուրքիայում եւ այլ երկրներում արտադրված նավթամթերքները։ Հետաքրքիր է, որ եթե Հնդկաստանի հետ Եվրոպան այլ մեխանիզմներ ստեղծում է համագործակցության, նոր պայմանագիր է մշակում, ռազմական պայմանագիր է մշակում, իսկ Թուրքիայի հետ ոչինչ։
Ռուսական նավթի վերամշակման արդյունքում ստացված մթերքների էմբարգոն արդեն հանգեցրել է դրա գների անկմանը եւ ստիպել Ռուսաստանին կրկին վերակառուցել իր նավթային բիզնեսը։ Բացի այդ, BBC-ն նշում է, որ 3 ամիս անց ապրիլին Եվրոմիությունը մասնակիորեն կարգելի ռուսական հեղուկացված գազի գնումը, իսկ հունիսին խողովակաշարային գազը կարճաժամկետ պայմանագրերով։ Հաջորդ տարի վերջ կտրվի նաեւ երկարաժամկետ պայմանագրերով Ռուսաստանից մատակարարումներին հեղուկացված գազի դեպքում հունվարի 1-ից, իսկ խողովակաշարային գազի դեպքում 27 թվականի նոյեմբերի 1-ից։ Դրանից հետո Եվրոպայում ռուսական նավթի եւ գազի փաստացի միակ գնորդը կմնա Հունգարիան։ Թուրքիայի դեմ պատժամիջոցները, ինչպես արդեն ասել եմ իմ եթերներում, չեն կարող չազդել Ադրբեջանի վրա։ Մինչ Բաքուն խնամքով թաքցնում է պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը, ամենայն հավանականությամբ Ալիևը կփորձի լռել այն մանևրել, այլապես դժվար կլինի հույս դնել եվրոպական շուկայի վրա, իսկ Բաքվի ախորժակը դեռ մեծ է։ Թեհրանը լրջորեն պատրաստվում է Ամերիկայի հետ հնարավոր ռազմական էսկալացիայի, ինչի մասին վկայում են երկրի առաջին դեմքերի գործողությունները։ Ըստ որոշ տվյալների, պատերազմը կարող է սկսել հենց այսօր, դե կսպասենք զարգացումներին, ինչպես հայտնում է Jerusalem Post-ը, հղում անելով իրանական ընդդիմադիր Iran International պարբերականին, Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին թաքնվում է բունկերում վախենալով Վաշինգտոնի հարվածից, իսկ երկրի կառավարման նրա գործառույթները ժամանակավորապես իրականացնում է նրա որդիներից մեկը։ Լրագրողների տեղեկություններով Խամենեիի տեղափոխումը ստորգետնյա ապաստարան տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրանական անվտանգության ծառայությունները եւ ռազմական ղեկավարությունը զգուշացրել են Ամերիկայի կողմից հարվածի բարձր հավանականության մասին։ Միևնույն ժամանակ Պուտինի մեկ այլ դաշնակից Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ձերբակալությունների աննախադեպ ալիք է սկսել բարձրագույն գեներալիտետի շրջանում, բանակի ամենաազդեցիկ դեմքերի հեռացումը պետական հեղաշրջման փորձի մասին լուրերի ֆոնին ցույց է տալիս Պեկինի պատրաստակամությունը դիմելու անգութ քայլերի զինված ուժերի նկատմամբ բացարձակ վերահսկողություն ապահովելու համար։ Իմիջիայլոց սա նույնպես ամերիկյան ճնշումներին դիմադրելու փորձ է։ Իրադարձությունները չափազանց ինտրիգային են, ես կփորձեմ մոտ ժամանակներս եթեր կազմակերպել միջազգայնագետ ուկրաինացի փորձագետների հետ, որպեսզի ձեզ ավելի հանգամանալից ներկայացնեմ տեղի ունեցողի պատկերը։ Իսկ ռազմաճակատում անցած օրվա ընթացքում տեղի ունեցել 138 մարտական բախում, Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ռուսական 4 կենտրոնացված դիրքերի եւ եւս 4 կարևոր թիրախների։ Զավթիչները նորից ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են Պոկրովսկի ուղությամբ 41 գրոհի փորձով, Գուլայպոլիի ուղությամբ 14 գրոհով, Լիմանի ուղությամբ 12 գրոհի փորձով։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նախորդ օրվա ընթացքում լիկվիդացրել են եւս 1020 օկուպանտի եւ 1103 միավոր զինտեխնիկա եւ սպառազինություն։ Պատերազմում թշնամու ընդհանուր կորուստները ըստ Ուկրաինայի գենշտաբի տվյալների կազմել են արդեն 1,235,060 օկուպանտ, ռելիզը ձեր էկրաններին է։ Երկուշաբթի լույս գիշերը ուկրաինական զինվորականները հարվածել են Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկ նա Կուբանի քաղաքում գտնվող Սլավյանսկ Էկո նավթավերամշակման գործարանի ենթակառուցվածքներին, ինչպես նաև ռուսական մի շարք այլ օբյեկտների, գրանցվել է հարվածային դրոնների խոցում գործարանի տարածքին եւ պայթյուններ թիրախի շրջանում։ Նախնական տեղեկություններով վնասվել են նավթի առաջնային վերամշակման կայանը, հասցված վնասի չափերը ճշտվում են։ Նշվում է, որ այս ձեռնարկության տարեկան վերամշակման հնարավոր ծավալը կազմում է ավելի քան 4 միլիոն տոննա նավթ։ Գործարանը ռուսական էներգետիկ թիկունքի մասն է եւ ներգրաված է օկուպացիոն բանակի մատակարարումների մեջ։ Հարվածներ են հասցվել նաեւ Դոնեցկի եւ Զապորոժիեի մարզերի ժամանակավոր օկուպացված տարածքներում գտնվող օկուպանտների ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովման պահեստներին։ Բացի այդ, հարվածներ են հասցվել դրոնների կառավարման կետին Վելիկայան Նավասիոլկայի շրջանում, Դոնեցկի մարզի օկուպացված տարածքում եւ թշնամու կենթանի ուժի կենտրոնացման վայրերին Յունակովկայի, Սումիի մարզի օկուպացված տարածք եւ Գալեսնիկովկայի, Խարկովի մարզի ռուսական դիրքերի շրջանում ոչնչացված եւ վիրավորված օկուպանտների թիվը դեռ պարզվում է։ Մեր Telegram-ում տեղադրել ենք կարևոր ուկրաինական հարվածների տեսարաններից ժամանակավոր օկուպացված Լուգանսկը նույնպես հայտնվել է ուկրաինական հարվածային դրոնների գրոհի տակ, այնտեղ թիրախավորվել են տարածաշրջանի էներգետիկ օբյեկտները։ Միևնույն ժամանակ Ռուսաստանում ձեռնարկություններում ստիպում են կրճատել անձնակազմը Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու համար։ Համացանցում հրապարակվել է Ռոսցելմաշի գլխավոր տնօրենի հրամանը, որը ըստ էության արձանագրում է, որ Ռուսաստանում թաքնված մոբիլիզացիա է գնում։ Մեր Telegram-ում
նույնպես տեղադրել ենք այդ հրամանը։ Հարկ է նշել, որ Ուկրաինայի դեմ ձգձգվող ագրեսիայի ֆոնին ռուսական իշխանությունները ավելի ու ավելի հաճախ են օգտագործում բանակը համալրելու անուղղակի մեխանիզմներ, համատեղելով տնտեսական ճնշումը եւ աշխատատեղերի կրճատումը։ Ավելի ու ավելի քիչ ռուսներ են ցանկություն հայտնում մասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին, եւ Պուտինի ռեժիմը ստիպված է գնալ տարատեսակ հնարքների։ Շատ չի երկարացնեմ երկուշաբթի օրվա եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումը, հուսամ կհանդիպենք արդեն վաղը էլ ավելի լավ լուրերով, բարով մնաք։